Երիտասարդ, սակայն արդեն բավականին հայտնի գրող Արմեն Մխեյանը դասական իմաստով հրատարակված գրքեր չունի։ Փոխարենը նրա արվեստն ընթերցողին է հասցվում թվային գրքերի տեսքով։ Միացյալ Նահանգներում լայն կիրառում ունեցող այս միջոցը կամաց, բայց հաստատուն քայլերով տարածվում է նաև Հայաստանում։ Միացյալ Նահանգներում այս ոլորտը բավականին շահութաբեր է և գրողները հաճախ չեն էլ դիտարկում թղթե գրքերի հրատարակումը։ Հայաստանում Արմեն Մխեյանի թվային գրքերը համացանցում նրա բլոգից արդեն հասցրել են հազարավոր անգամներ բեռնվել ընթերցողների կողմից։ 5 տարի շարունակ իմ բլոգին եմ հետևում, որտեղ միայն իմ ստեղծագործություններն են, որովհետև չեմ մտածել տպագրելու մասին, այլ ուղղակի կիսվել եմ իմ ստեղծագործություններով այն մարդկանց հետ, ովքեր որ ընթերցում են։ Մխեյանի ստեղծագործությունների կենտրոնում ամենատարբեր մարդկանց առօրյան է, նման պատմություններ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, սակայն այդ առօրեականության մեջ հեղինակը ամենևին ոչ սովորական իմաստներ է որոնում, նկատելով այնպիսի մանրուքներ, որոնք մարդու համար իրականում շատ ու շատ կարևոր են։ Երբեմն բարի ժպիտով նայելով իր հերոսներին Արմենը նրանց ծիծաղելի և տարօրինակ վիճակի մեջ է դնում, բայց այդ հումորը անչափ հարազատ է և մարդկային։ Չդատապարտելով իր հերոսներին Արմենն ամեն կերպ փորձում է հասկանալ այն, ինչ իրականում դիմակներից ներս կատարվում է նրանց հոգում։ Կենցաղի մեջ Արմենը կարողանում է ներկայացնել մարդկային կյանքի ողջ խորությունը, հեղինակը երբեմն նայում է հերոսներին որոշակի քմծիծաղով, սակայն միշտ հարգում է նրանց զգացմունքներն ու մտքերը։ Յուրաքանչյուր մարդ կարող է մյուսին ծիծաղելի թվալ, սակայն դա երբեք չի կարող նրան հեգնելու առիթ դառնալ։ Իմ ստեղծագործությունների հիմնական ուղերձը իմ գաղափարներն են, որոնք ես փորձում եմ հասցնել ընթերցողին։ Դրանք կարող են տեղ գտնել մի ամբողջ պատմվածքում, մի ամբողջ վեպում, սակայն նաև լակոնիկ տեսքով, որպես աֆորիզմներ, երկտողեր։ Արմենի էլեկտրոնային գրքերը հասցրել են դրական զգացողություններ պարգևել բազմահազար ընթերցողների, թվային գրականության վերաբերյալ Արմենն ասում է. Կարծում եմ մոտ ապագայում բնականաբար եւ տենդենսը այնպիսին է, որ էլեկտրոնային գրքերը միանշանակ փոխարինելու են արդեն գրքին, որքան էլ գրողի, ստեղծագործողի համար հաճելի լինի գիրքը նյութական տեսքով իր ձեռքի տակ ունենալ, այնուամենայնիվ այսօր աշխարհը անցնում է նոր ժամանակահատվածի թևակողմ, որտեղ էլեկտրոնային գիրքն է առավելապես տարածում։ Նամանավանդ այդ էլեկտրոնային գիրքը կարելի է գնել, ավելի հեշտ է պահել, ավելի մատչելի է եւ այլն։ Արմեն Մխեյանն անչափ համոզիչ է նկարում մարդկային բնավորությունները, հաճախ մարդը ամբողջովին մենակ է մնում իր խնդիրների և բնավորության հետ։ Այս պահերին է, որ նա վեհ և հրաշալի ինչ-որ բան գտնելու ներքին պահանջ է ունենում։ Ինչ-որ իմաստով սա նաև կյանքի իմաստի որոնումներն են։ Արմեն Մխեյանն ասում է, որ իր կյանքի իմաստներից մեկն էլ իր ստեղծած հերոսների կյանքի իմաստը գտնելն ու նրանց երջանիկ տեսնելն է։ Աշոտ Պողոսյան, Ամերիկայի ձայն հեռուստահանդես։